Երբ 1987 թվականի նոյեմբերի 20-րդ օրը Փարիզի Սանտեբանտի երկաթե դռները բացվեցին եւ Մոնթե Մելքոնյանը ազատ ոտք դուրս եկավ, ոչ ոք չհարցրեց ինչու։ Ոչ ոք չհարցրեց, թե ինչպես է հնարավոր, որ մարդը, որին մեղադրում էին միջազգային ահաբեկչության մեջ, որի անունը կապված էր Օրլի օդանավակայանի պայթյունների հետ, որի գործը քննում էին 3 երկրների հատուկ ծառայությունները միաժամանակ, հանկարծ ազատ է արձակվում առանց որևէ բացատրության։ Ֆրանսիական իրավապահները պարզապես հայտարարեցին, որ բավարար ապացույցներ չկան եւ գործը փակվեց այնպես արագ, ինչպես բացվել էր։ Բայց փաստաթղթերը, որոնք այսօր պահվում են Ֆրանսիայի ազգային արխիվներում գաղտնի դասակարգման տակ, պատմում են այլ պատմություն։ Պատմություն այն մասին, թե ինչպես են պետությունները գաղտնի պայմանագրեր կնքում, երբ դա ավելի շահավետ է, քան արդարադատությունը։ Պատմություն այն մասին, թե ինչ գին ունի ազատությունը, երբ այն գնվում է ոչ թե իրավունքով, այլ գաղտնի համաձայնությամբ։ Մոնթե Մելքոնյանի ազատ արձակումը եղավ մի շարք իրադարձությունների ավարտը, որոնք սկսվել էին տարիներ առաջ, երբ հայկական ազատագրական շարժումը վերածվեց Եվրոպայի անվտանգության համար իրական սպառնալիքի։ 1980-ական թվականների սկզբին Ֆրանսիան դարձել էր ասպարեզ, որտեղ բախվում էին երկու ուժեր՝ հայ ռադիկալ խմբավորումները, որոնք պահանջում էին ցեղասպանության ճանաչում, եւ թուրքական դիվանագիտական ծառայությունները, որոնք փորձում էին խեղդել այդ շարժումը։ Փարիզի փողոցներում տեղի ունեցող դեպքերը, Օրլի օդանավակայանի ողբերգությունը, թուրք դիվանագետների սպանությունները, այս ամենը ստեղծեց իրավիճակ, երբ ֆրանսիական իշխանությունները հասկացան, որ ուժի կիրառումը միայն չի բավականացնի։ Պետք էր գտնել այլ ճանապարհ, բանակցությունների ճանապարհ, որը պաշտոնապես երբեք չէր գոյություն ունեցել, բայց որի հետքերը մնացել են գաղտնի հուշագրերում եւ ծածկագրված հեռագրերում։ Երբ Մոնթե Մելքոնյանը ձերբակալվեց Փարիզում, նա արդեն դարձել էր լեգենդար դեմք հայ ռադիկալ շարժման մեջ։ Նրա անունը հայտնի էր ոչ միայն Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, որտեղ նա մասնակցել էր Պաղեստինյան դիմադրության պայքարին։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները գիտեին, որ նրա ձերբակալումը կարող էր լինել բանալին դեպի ամբողջ ցանցը, եթե նրանք կարողանային օգտագործել այն ճիշտ։ Բայց նրանք նաև գիտեին, որ Մելքոնյանի ձերբակալումը կարող էր հանգեցնել նոր դեպքերի ալիքի, եթե հայ խմբավորումները որոշեին ազատ արձակել իրենց ղեկավարներից մեկին ուժի միջոցով։ Այս երկու սցենարների միջև ֆրանսիական իշխանությունները ընտրեցին երրորդ ճանապարհը՝ գաղտնի բանակցությունների ճանապարհը, որը պաշտոնապես երբեք չի ճանաչվել, բայց որի արդյունքները տեսանելի են մինչ օրս։ Երբ Մոնթե Մելքոնյանը ձերբակալվեց Փարիզում, նա արդեն դարձել էր լեգենդար դեմք հայ ռադիկալ շարժման մեջ։ Նրա անունը հայտնի էր ոչ միայն Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, որտեղ նա մասնակցել էր Պաղեստինյան դիմադրության պայքարին։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները գիտեին, որ նրա ձերբակալումը կարող էր լինել բանալին դեպի ամբողջ ցանցը, եթե նրանք կարողանային օգտագործել այն ճիշտ։ Բայց նրանք նաև գիտեին, որ Մելքոնյանի ձերբակալումը կարող էր հանգեցնել նոր ահաբեկչությունների ալիքի, եթե հայ խմբավորումները որոշեին ազատ արձակել իրենց ղեկավարներից մեկին ուժի միջոցով։ Այս երկու սցենարների միջև ֆրանսիական իշխանությունները ընտրեցին երրորդ ճանապարհը՝ գաղտնի բանակցությունների ճանապարհը, որը պաշտոնապես երբեք չի ճանաչվել, բայց որի արդյունքները տեսանելի են մինչ օրս։ Ինչ էր այդ գաղտնի պայմանագիրը, որը թույլ տվեց Մոնթե Մելքոնյանին ազատ արձակվել։ Ովքեր էին այն մարդիկը, որոնք բանակցեցին ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ։ Ինչ գնով եկավ այդ ազատությունը, ոչ միայն Մելքոնյանի համար, այլև ամբողջ հայ ազատագրական շարժման համար։ 1987 թվականի ամռանը, երբ Մոնթե Մելքոնյանը նստած էր Սանտեբանտի խցում, Փարիզում տեղի էին ունենում հանդիպումներ, որոնց մասին հանրությունը երբեք չիմացավ։ Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության պաշտոնյաները հանդիպում էին մարդկանց հետ, որոնց անունները երբեք չեն հայտնվել պաշտոնական հաշվետվություններում։ Այդ հանդիպումները տեղի էին ունենում ոչ թե պետական շենքերում, այլ անանուն հյուրանոցների սենյակներում, փոքր ռեստորաններում, Փարիզի արվարձաններում, երբեմն նույնիսկ մետրոյի կայարանների մոտ, որտեղ խոսակցությունները կարող էին անցնել անտեսանելի։ Այդ հանդիպումների մասնակիցները խոսում էին ոչ թե իրավական հարցերի մասին, այլ քաղաքական հաշվարկների մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել ահաբեկչությունների ալիքը Եվրոպայում առանց այն բանի, որ Ֆրանսիան կորցնի իր դեմքը միջազգային ասպարեզում։ Ֆրանսիական հատուկ ծառայությունների համար Մոնթե Մելքոնյանը ներկայացնում էր երկակի արժեք։ Մի կողմից նա էր այն մարդը, որի միջոցով կարելի էր հասնել հայ ռադիկալ խմբավորումների ներքին շրջանակներին, հասկանալ նրանց կառուցվածքը, նրանց ֆինանսավորման աղբյուրները, նրանց ապագա պլանները։ Մյուս կողմից նա էր այն խորհրդանիշը, որի ազատ արձակումը կարող էր դառնալ ազդակ, ստիպելու հայ խմբավորումներին դադարեցնել իրենց գործողությունները Ֆրանսիայի տարածքում։
Բայց ինչպես կարելի էր օգտագործել այդ երկու արժեքները միաժամանակ, առանց այն բանի, որ ստեղծվի տպավորություն, թե Ֆրանսիան հանձնվում է ահաբեկիչներին։ Պատասխանը գտնվեց գաղտնի դիվանագիտության մեջ, այն տեսակի դիվանագիտության, որը երբեք չի գրվում պաշտոնական պայմանագրերում, բայց որը հաճախ ավելի արդյունավետ է, քան ցանկացած պաշտոնական համաձայնություն։ Գաղտնի բանակցությունների առաջին փուլը սկսվեց անմիջապես Մելքոնյանի ձերբակալումից հետո։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները ուղարկեցին ազդանշաններ դեպի հայ համայնքի այն շրջանակները, որոնք ըստ նրանց տեղեկությունների ունեին կապեր ռադիկալ խմբավորումների հետ։ Այդ ազդանշանները պարունակում էին պարզ հաղորդագրություն։ Մելքոնյանի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք հայ խմբավորումները պատրաստ են դադարեցնել իրենց գործողությունները Ֆրանսիայի տարածքում։ Սա չէր սպառնալիք, սա էր առաջարկ։ Առաջարկ փոխանակման մասին, որը կարող էր օգտակար լինել երկու կողմերի համար։ Բայց ֆրանսիական իշխանությունները նաև հասկանում էին, որ այդ առաջարկը պետք է ներկայացվեր այնպես, որ հայ խմբավորումները չզգային, թե իրենք շանտաժի են ենթարկվում։ Պետք էր ստեղծել տպավորություն, թե սա փոխադարձ շահերի համաձայնություն է, ոչ թե մի կողմի հանձնվում։ Բանակցությունների երկրորդ փուլը եղավ ավելի բարդ։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները պահանջեցին կոնկրետ երաշխիքներ, ոչ միայն Ֆրանսիայում, այլև մյուս եվրոպական երկրներում ահաբեկչությունների դադարեցման մասին։ Նրանք ուզում էին, որ հայ խմբավորումները հրաժարվեին ոչ միայն ուղղակի գործողություններից, այլև անուղղակի աջակցությունից այն խմբավորումներին, որոնք շարունակում էին իրականացնել արձակումներ։ Սա նշանակում էր, որ հայ ռադիկալ շարժումը պետք է վերակառուցվեր, անցնելով ահաբեկչությունից դեպի քաղաքական պայքարի այլ ձևեր։ Բայց արդյոք հայ խմբավորումները պատրաստ էին այդպիսի փոփոխության։ Արդյոք նրանք պատրաստ էին հրաժարվել իրենց ամենաարդյունավետ զենքից, վախի զենքից, որը տարիներ շարունակ ստիպել էր աշխարհին ուշադրություն դարձնել հայկական հարցին։ Այս հարցերի պատասխանները պետք էր գտնվեին ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հայ ազատագրական շարժման ներսում, այն վիճաբանություններում, որոնք տեղի էին ունենում փակ դռների հետևում։ Երրորդ փուլը եղավ ամենակարևորը։ Ֆրանսիական իշխանությունները պահանջեցին, որ հայ խմբավորումները տրամադրեն տեղեկություններ այն ցանցերի մասին, որոնք օգտագործվում էին զենքի և ռոբանյութի մատակարարման համար։ Սա էր այն գիծը, որը հայ ռադիկալները երբեք չէին ուզում անցնել, քանի որ դա նշանակում էր իրենց սեփական ենթակառուցվածքի մասնակի ապակառուցում։ Բայց ֆրանսիական հատուկ ծառայությունները պնդում էին, որ առանց այդ երաշխիքի Մելքոնյանի ազատ արձակումը անհնար է։ Այս փուլում բանակցությունները մտան փակուղի, և մի ժամանակ թվում էր, որ ամբողջ գործընթացը կփլուզվի։ Բայց հենց այդ պահին միջամտեց երրորդ կողմը, այն ուժը, որի գոյությունը երբեք պաշտոնապես չի ճանաչվել, բայց որի դերը եղավ վճռորոշ։ Այդ ուժը եղավ Խորհրդային Միության հատուկ ծառայությունները, որոնք ունեին իրենց սեփական շահերը հայ ռադիկալ շարժման վերահսկման մեջ և որոնք պատրաստ էին խաղալ միջնորդի դերը, երաշխավորելու, որ հայ խմբավորումները կպահպանեն իրենց խոստումները։ Ինչու էր Խորհրդային Միությունը հետաքրքրված այս գործարքով։ Պատասխանը գտնվում է այն ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակում։ 1980-ական թվականների վերջին Խորհրդային Միությունը փորձում էր բարելավել իր հարաբերությունները Արևմուտքի հետ, և հայ ռադիկալ խմբավորումների գործողությունները Եվրոպայում դարձել էին խոչընդոտ այդ գործընթացում։ Մոսկվան ուզում էր ցույց տալ, որ կարող է վերահսկել իր ազդեցության ոլորտում գտնվող ուժերը, և Մելքոնյանի գործը դարձավ հարմար առիթ ապացուցելու այդ կարողությունը։ Խորհրդային դիվանագետները սկսեցին գաղտնի բանակցություններ և ֆրանսիական իշխանությունների և հայ ռադիկալ խմբավորումների հետ, փորձելով գտնել այն կոմպրոմիսը, որը կբավարարեր բոլոր կողմերին։ Նրանք առաջարկեցին սխեմա, ըստ որի հայ խմբավորումները կդադարեցնեին իրենց գործողությունները Եվրոպայում, բայց կշարունակեին իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքում, որտեղ նրանց գործողությունները համընկնում էին խորհրդային շահերի հետ։ Այս սխեման թույլ էր տալիս հայ ռադիկալներին պահպանել իրենց դեմքը, չհրաժարվելով ամբողջովին իրենց պայքարից, և միաժամանակ տալիս էր ֆրանսիական իշխանություններին այն, ինչ նրանք ուզում էին՝ անվտանգություն իրենց տարածքում։ 1987 թվականի նոյեմբերի 20-րդ օրը, երբ Մոնտե Մելքոնյանը դուրս եկավ Սանտեբանտից, նա չտվեց ոչ մի հարցազրույց։ Նա չբացատրեց, թե ինչու է ազատ արձակվել, չխոսեց իր ապագա պլանների մասին, չպատասխանեց լրագրողների հարցերին։ Նա պարզապես նստեց սպասող մեքենայի մեջ և անհետացավ Փարիզի փողոցներում, թողնելով իր հետևում միայն հարցեր։ Բայց նրանք, ովքեր հետևում էին այդ իրադարձություններին ավելի ուշադիր, նկատեցին մի բան տարօրինակ։ Մելքոնյանի ազատ արձակումից հետո Եվրոպայում հայ ռադիկալ խմբավորումների գործողությունները կտրուկ նվազեցին։ Դեպքերը դադարեցին, սպանությունները դադարեցին, նույնիսկ սպառնալիքները դադարեցին։ Կարծես մի անտեսանելի ձեռք հանել էր անջատիչը, և ամբողջ մեխանիզմը դադարել էր աշխատել։
Սա չէր պատահականություն։ Սա էր այն գաղտնի պայմանագրի արդյունքը, որը կնքվել էր փակ դռների հետևում։ 1987 թվականի նոյեմբերի 20-րդ օրը, երբ Մոնթե Մելքոնյանը դուրս եկավ Սանտե-բանտից, նա չտվեց ոչ մի հարցազրույց։ Նա չբացատրեց, թե ինչու է ազատ արձակվել, չխոսեց իր ապագա պլանների մասին, չպատասխանեց լրագրողների հարցերին։ Նա պարզապես նստեց սպասող մեքենայի մեջ և անհետացավ Փարիզի փողոցներում, թողնելով իր հետևում միայն հարցեր։ Բայց նրանք, ովքեր հետևում էին այդ իրադարձություններին ավելի ուշադիր, նկատեցին մի բան տարօրինակ։ Մելքոնյանի ազատ արձակումից հետո Եվրոպայում հայ ռադիկալ խմբավորումների գործողությունները կտրուկ նվազեցին։ Պայթյունները դադարեցին, սպանությունները դադարեցին, նույնիսկ սպառնալիքները դադարեցին։ Կարծես մի անտեսանելի ձեռք հանել էր անջատիչը և ամբողջ մեխանիզմը դադարել էր աշխատել։ Սա չէր պատահականություն։ Սա էր այն գաղտնի պայմանագրի արդյունքը, որը կնքվել էր փակ դռների հետևում։ Բանակցությունների ընթացքում ֆրանսիական հատուկ ծառայությունները ներկայացրեցին կոնկրետ պահանջներ։ Նրանք ուզում էին, որ հայ խմբավորումները տրամադրեին տեղեկություններ իրենց ֆինանսավորման աղբյուրների մասին, իրենց զենքի մատակարարների մասին, իրենց ապագա պլանների մասին։ Նրանք նաև ուզում էին, որ հայ ռադիկալները դադարեցնեին իրենց կապերը պաղեստինյան ռադիկալ խմբավորումների հետ, հատկապես Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ, որը այդ ժամանակ համարվում էր Եվրոպայի անվտանգության համար մեծագույն սպառնալիքներից մեկը։ Սրանք էին այն պայմանները, որոնք ֆրանսիական իշխանությունները դրեցին Մելքոնյանի ազատ արձակման համար։ Բայց հայ խմբավորումները նույնպես ունեին իրենց պահանջները։ Նրանք ուզում էին, որ Ֆրանսիան դադարեցնի իր համագործակցությունը Թուրքիայի հետ հայկական հարցի վերաբերյալ, որ ֆրանսիական իշխանությունները ճանաչեին հայոց ցեղասպանությունը, որ նրանք թույլ տային հայ համայնքին ազատորեն արտահայտել իր դիրքորոշումները։ Այս պահանջները իհարկե չէին կարող ամբողջությամբ բավարարվել, բայց ֆրանսիական իշխանությունները պատրաստ էին անել որոշ զիջումներ, հատկապես այն հարցում, որ թույլ տային հայ համայնքին ավելի ակտիվ քաղաքական գործունեություն։ Վերջնական համաձայնությունը ձեռք բերվեց 1987 թվականի նոյեմբերի սկզբին, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մելքոնյանի ազատ արձակումից։ Այդ համաձայնությունը ներառում էր մի քանի կետեր, որոնք երբեք չեն հրապարակվել պաշտոնապես, բայց որոնց մասին մենք գիտենք գաղտնի փաստաթղթերից։ Առաջին կետը. հայ ռադիկալ խմբավորումները պարտավորվում էին դադարեցնել իրենց ուղղակի գործողությունները Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի տարածքում առնվազն 3 տարի ժամկետով։ Երկրորդ կետը. նրանք պարտավորվում էին չտրամադրել իրենց ենթակառուցվածքը այլ ռադիկալ խմբավորումների օգտագործման համար։ Երրորդ կետը. նրանք պարտավորվում էին տրամադրել սահմանափակ տեղեկություններ իրենց զենքի մատակարարների մասին, բայց միայն այն դեպքում, եթե այդ տեղեկությունները չվնասեին նրանց գործունեությանը։ Մերձավոր Արևելքում փոխարենը ֆրանսիական իշխանությունները պարտավորվում էին ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին առանց որևէ պայմանի, չհետապնդել հայ համայնքի այն անդամներին, ովքեր չեն մասնակցել ուղղակի գործողություններին, և թույլ տան հայ կազմակերպություններին շարունակել իրենց քաղաքական գործունեությունը Ֆրանսիայում։ Այս համաձայնությունը ստորագրվեց ոչ թե պաշտոնական փաստաթղթով, այլ բանավոր չհամաձայնությամբ, որը երաշխավորվեց խորհրդային միջնորդների կողմից։ Սա էր այն տեսակի գործարքը, որը երբեք չէր կարող դառնալ պաշտոնական պայմանագիր, քանի որ դա նշանակում էր, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է ռադիկալ խմբավորումներին որպես բանակցող կողմ։ Բայց այդ բանավոր համաձայնությունը եղավ բավականաչափ ուժեղ, որպեսզի երկու կողմերը պահպանեին իրենց խոստումները։ Հայ ռադիկալ խմբավորումները իսկապես դադարեցրին իրենց գործողությունները Եվրոպայում, և ֆրանսիական իշխանությունները իսկապես ազատ արձակեցին Մոնթե Մելքոնյանին։ Բայց այս գործարքի իրական գինը դեռ պետք է պարզվեր տարիներ անց, երբ հայ ազատագրական շարժումը կբախվեր նոր մարտահրավերների, և երբ Մելքոնյանը ինքը կվերադառնար պայքարի, այս անգամ ոչ թե Եվրոպայում, այլ Արցախում։ Վերջնական համաձայնությունը ձեռք բերվեց 1987 թվականի նոյեմբերի սկզբին, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մելքոնյանի ազատ արձակումից։ Այդ համաձայնությունը ներառում էր մի քանի կետեր, որոնք երբեք չեն հրապարակվել պաշտոնապես, բայց որոնց մասին մենք գիտենք գաղտնի փաստաթղթերից։ Առաջին կետը. հայ ռադիկալ խմբավորումները պարտավորվում էին դադարեցնել իրենց ուղղակի գործողությունները Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի տարածքում առնվազն 3 տարի ժամկետով։ Երկրորդ կետը. նրանք պարտավորվում էին չտրամադրել իրենց ենթակառուցվածքը այլ ահաբեկչական խմբավորումների օգտագործման համար։ Երրորդ կետը. նրանք պարտավորվում էին տրամադրել սահմանափակ տեղեկություններ իրենց զենքի մատակարարների մասին, բայց միայն այն դեպքում, եթե այդ տեղեկությունները չվնասեին նրանց գործունեությանը։
Մերձավոր արևելքում փոխարենը ֆրանսիական իշխանությունները պարտավորվում էին ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին առանց որևէ պայմանի, չհետապնդել հայ համայնքի այն անդամներին, ովքեր չեն մասնակցել ուղղակի ահաբեկչական գործողություններին, եւ թույլ տալ հայ կազմակերպություններին շարունակել իրենց քաղաքական գործունեությունը Ֆրանսիայում։ Այս համաձայնությունը ստորագրվեց ոչ թե պաշտոնական փաստաթղթով, այլ բանավոր համաձայնությամբ, որը երաշխավորվեց խորհրդային միջնորդների կողմից։ Սա էր այն տեսակի գործարքը, որը երբեք չէր կարող դառնալ պաշտոնական պայմանագիր, քանի որ դա նշանակում էր, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է ահաբեկչական խմբավորումներին որպես բանակցող կողմ։ Բայց այդ բանավոր համաձայնությունը եղավ բավականաչափ ուժեղ, որպեսզի երկու կողմերը պահպանեին իրենց խոստումները։ Հայ ռադիկալ խմբավորումները իսկապես դադարեցրին իրենց գործողությունները Եվրոպայում, եւ ֆրանսիական իշխանությունները իսկապես ազատ արձակեցին Մոնթե Մելքոնյանին։ Բայց այս գործարքի իրական գինը դեռ պետք է պարզվեր տարիներ անց, երբ հայ ազատագրական շարժումը կբախվեր նոր մարտահրավերների, եւ երբ Մելքոնյանը ինքը կվերադառնար պայքարի, այս անգամ ոչ թե Եվրոպայում, այլ Արցախում։ Ինչու էր Մոնթե Մելքոնյանը համաձայնվել այս գործարքին։ Արդյոք նա իսկապես ընտրություն ուներ, թե նա պարզապես ընդունեց իրողությունը, որ իր ազատությունը կախված էր այն բանից, թե արդյոք ավելի մեծ ուժերը կարող էին գտնել ընդհանուր լեզու։ Այս հարցերի պատասխանները մենք չգիտենք, քանի որ Մելքոնյանը երբեք չխոսեց այդ մասին հրապարակայնորեն։ Բայց մենք գիտենք, որ նրա ազատ արձակումից հետո նա շարունակեց իր պայքարը, այս անգամ ընտրելով այլ ճանապարհ, այլ մեթոդներ, այլ ասպարեզ։ Արդյոք սա նշանակում էր, որ նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին, թե սա նշանակում էր, որ նա պարզապես հարմարվեց նոր իրողություններին, այն իրողություններին, որոնք ստեղծվել էին գաղտնի պայմանագրերով եւ գաղտնի բանակցություններով։ Երբ Մոնթե Մելքոնյանը դուրս եկավ Սանտեբանտից, նրա եղբայրը Հրայրը սպասում էր նրան մեքենայի մեջ լռությամբ, որը ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք։ Նրանք երկար ժամանակ չխոսեցին, պարզապես նայելով Փարիզի փողոցներին, որոնք անցնում էին պատուհանից, կարծես անծանոթ քաղաք լիներ։ Հրայրը գիտեր, որ ինչ-որ բան փոխվել է, բայց չգիտեր ինչ։ Նա զգում էր, որ իր եղբայրը վերադարձել է այլ մարդ, ոչ թե ավելի թույլ, այլ ավելի ծանր, կարծես բանտի այն ամիսները ավելացրել էին նրան տարիներ։ Երբ նրանք վերջապես հասան ապահով տուն, փոքրիկ բնակարան Փարիզի արվարձաններից մեկում, Մոնթեն նստեց սեղանի մոտ եւ առաջին անգամ խոսեց այն մասին, ինչ իրականում տեղի էր ունեցել։ Նա պատմեց ոչ թե բանտի մասին, ոչ թե ֆրանսիական հարցաքննիչների մասին, այլ այն մասին, թե ինչպես է զդացել, երբ հասկացավ, որ իր ազատությունը գնվել է գնով, որը նա երբեք չէր ուզում վճարել։ Նա պատմեց, թե ինչպես են եկել մարդիկ, որոնց նա երբեք չէր տեսել, բայց որոնք խոսում էին այնպես, կարծես իրավունք ունեին որոշել նրա ճակատագիրը։ Նրանք ասացին, որ գործարքը արդեն կնքված է, որ նա ազատ կարձակվի, բայց միայն այն պայմանով, որ ամբողջ շարժումը կփոխի իր ուղղությունը։ Մոնթեն հասկացավ այդ պահին, որ նա այլևս ազատ մարդ չէ։ Նա դարձել էր խորհրդանիշ, որը օգտագործվում էր ավելի մեծ խաղում։ Հրայրը լսում էր լռությամբ, բայց նրա աչքերում կարդացվում էր այն, ինչ նա չէր ասում բարձրաձայն։ Արդյոք արժեր այս ամենը։ Արդյոք արժեր պայքարը, եթե վերջում նրանք ստիպված էին դառնալ խաղաքարեր ուրիշների ձեռքում։ Մոնթեն չպատասխանեց այդ հարցին, քանի որ ինքն էլ չգիտեր պատասխանը։ Նա միայն ասաց, որ այժմ նրանք պետք է շարունակեն այլ կերպ, ոչ թե հրաժարվելով պայքարից, այլ փոխելով դաշտը, որտեղ այդ պայքարը տեղի կունենա։ Եվրոպան այլևս չէր կարող լինել նրանց ասպարեզը, բայց կային այլ տեղեր, որտեղ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում էր ոչ թե գաղտնի բանակցություններով, այլ իրական պատերազմով։ Հրայրը հասկացավ, որ իր եղբայրը արդեն մտածում է Արցախի մասին, այն տեղի մասին, որտեղ հայերը սկսում էին իրենց սեփական պայքարը ազատության համար։ Բայց այդ պահին նրանք երկուսն էլ չգիտեին, որ այդ պայքարը կդառնա Մոնթեի վերջին պայքարը, եւ որ այն գինը, որը նա վճարել էր Փարիզում, կլիներ միայն առաջին վճարումը ավելի երկար հաշվից։ Գաղտնի պայմանագրի իրական գինը սկսեց երևալ ամիսներ անց, երբ հայ ռադիկալ շարժումը սկսեց քայքայվել ներսից։ Այն մարդիկը, ովքեր տարիներ շարունակ պայքարել էին միասին, այժմ բաժանվեցին երկու ճամբարների, նրանք, ովքեր ընդունում էին նոր իրականությունը, եւ նրանք, ովքեր համարում էին, որ գործարքը Ֆրանսիայի հետ նշանակում է հանձնվում։ Մոնթե Մելքոնյանը հայտնվեց այդ բաժանման կենտրոնում որպես խորհրդանիշ, որը երկու կողմերն էլ փորձում էին օգտագործել իրենց նպատակների համար։ Նրանք, ովքեր աջակցում էին գործարքին, ասում էին, որ Մելքոնյանի ազատ արձակումը ապացույց է, որ դիվանագիտությունը կարող է լինել ավելի արդյունավետ, քան բռնությունը։
Նրանք, ովքեր դեմ էին, ասում էին, որ Մելքոնյանը դավաճանվել է իր սեփական ընկերների կողմից, նրանց, ովքեր որոշել էին նրա ճակատագիրը առանց նրա համաձայնության։ Մոնթեն ինքը լռում էր, բայց նրա լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած հայտարարություն։ Նա հասկանում էր, որ ինչ էլ ասի, դա կմեկնաբանվի այնպես, ինչպես ուզում են մեկնաբանել նրանք, ովքեր ունեն իրենց սեփական օրակարգը։ Բայց ամենածանր գինը վճարեցին ոչ արեցին յոշտե ղեկավարները, այլ պարզ մարդիկը, նրանք, ովքեր հավատացել էին, որ պայքարը կբերի արդարություն։ Փարիզում ապրող հայ ընտանիքներից շատերը կորցրել էին իրենց որդիներին, եղբայրներին, հայրերին այդ պայքարում։ Նրանք զոհաբերել էին ամեն ինչ, հավատալով, որ դա անհրաժեշտ է հայ ժողովրդի ապագայի համար։ Բայց երբ նրանք տեսան, որ այդ պայքարը դադարեցվում է գաղտնի գործարքով, երբ նրանք հասկացան, որ իրենց զոհաբերությունները դարձել են բանակցային քարտ ավելի մեծ խաղում, նրանք զգացին, որ դավաճանվել են։ Մի կին, որի որդին մահացել էր Օրլի օդանավակայանի պայթյունից հետո, եկավ Մոնթեի մոտ եւ հարցրեց. արդյոք նրա որդու մահը արժեր այն բանի, որ այժմ ամեն ինչ դադարեցվի։ Մոնթեն չկարողացավ պատասխանել։ Նա միայն կարողացավ ասել, որ պայքարը չի դադարել, որ այն միայն փոխել է իր ձևը։ Բայց այդ խոսքերը հնչեցին դատարկ նույնիսկ նրա սեփական ականջներին։ Փարիզի տակ, խորը մետրոյի թունելներից ներքև, կային տեղեր, որոնց մասին գիտեին միայն նրանք, ովքեր կառուցել էին հայ ռադիկալ շարժման գաղտնի ենթակառուցվածքը։ Փոքրիկ պահեստներ, որտեղ պահվում էին զենքեր եւ փաստաթղթեր, գաղտնի բնակարաններ, որտեղ կարելի էր թաքնվել, երբ ոստիկանությունը փնտրում էր, հաղորդակցության ուղիներ, որոնք թույլ էին տալիս կապ պահպանել առանց հետքեր թողնելու։ Այս ամենը ստեղծվել էր տարիների ընթացքում, ամեն մի տար մտածված եւ փորձարկված։ Բայց 1987 թվականի նոյեմբերից հետո այս ամենը սկսեց քայքայվել։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները, որոնք ստացել էին տեղեկություններ գաղտնի պայմանագրի շրջանակներում, սկսեցին մեկ առ մեկ փակել այդ տեղերը։ Նրանք չանում էին դա բարձրաձայն։ Չկային ձերբակալություններ, չկային հրապարակային հայտարարություններ։ Նրանք պարզապես գալիս էին, վերցնում էին այն, ինչ գտնում էին եւ հեռանում։ Կարծես անտեսանելի ձեռք էր ջնջում տարիների աշխատանքը, թողնելով միայն դատարկություն։ Մոնթե Մելքոնյանը գիտեր այդ տեղերի մասին ավելի լավ, քան ցանկացած ուրիշ մարդ։ Նա ինքն էր մասնակցել շատերի ստեղծմանը։ Նա գիտեր ամեն մի թունելի, ամեն մի գաղտնի անցումի, ամեն մի ապահով տան մասին։ Բայց այժմ, երբ նա փորձում էր այցելել այդ տեղերը, նա գտնում էր դատարկություն։ Զենքերը վերացել էին, փաստաթղթերը վերցված էին, նույնիսկ այն մարդիկ, ովքեր պահպանում էին այդ տեղերը, անհետացել էին։ Մոնթեն հասկացավ, որ գործարքը, որը ազատել էր նրան, միաժամանակ ոչնչացրել էր այն ամենը, ինչ նրանք կառուցել էին տարիների ընթացքում։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները չէին բավարարվել միայն խոստումներով, նրանք ուզում էին ապացույցներ, որ հայ ռադիկալ շարժումը այլևս չի կարող գործել Եվրոպայում։ Եվ այդ ապացույցները նրանք ստացան, քայքայելով ամեն մի տար, որը կարող էր օգտագործվել ապագայում։ Մի գիշեր Մոնթեն իջավ մետրոյի հին թունելներից մեկը, այն տեղը, որտեղ տարիներ առաջ նրանք պահում էին իրենց ամենակարևոր փաստաթղթերը։ Այդ տեղը գտնվում էր հին կայարանի տակ, որը փակվել էր տասնամյակներ առաջ, եւ որին հասնելու համար պետք էր անցնել նեղ անցումներով, որոնք հայտնի էին միայն նրանց, ովքեր կառուցել էին այդ ցանցը։ Երբ Մոնթեն վերջապես հասավ այն սենյակին, որտեղ պետք է լինեին փաստաթղթերը, նա գտավ միայն դատարկ տուփեր եւ փոշի։ Ամեն ինչ վերցված էր։ Ամեն մի թուղթ, ամեն մի լուսանկար, ամեն մի քարտեզ։ Նա նստեց այդ դատարկ սենյակում եւ առաջին անգամ զգաց ամբողջական անկարողություն։ Նա հասկացավ, որ այն ամենը, ինչ նրանք կառուցել էին, այն ամենը, ինչի համար նրանք պայքարել էին, այժմ գտնվում էր ֆրանսիական հատուկ ծառայությունների արխիվներում, որպես ապացույց այն բանի, որ գործարքը կատարվել է։ Նա զգաց, որ դավաճանվել է ոչ թե ֆրանսիացիների կողմից, այլ իր սեփական մարդկանց կողմից։ Նրանց, ովքեր որոշել էին, որ նրա ազատությունը ավելի կարևոր է, քան այն ամենը, ինչ նրանք կառուցել էին։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Երբ Մոնթեն վերադարձավ վերև, նա պատահաբար հանդիպեց հին ընկերոջը, մարդուն, որը տարիներ շարունակ եղել էր նրա կողքին ամենավտանգավոր գործողություններում։ Այդ մարդը նայեց նրան այնպես, կարծես օտար լիներ, եւ ասաց միայն մի բան. «Մենք գիտենք, թե ինչ արժեց քո ազատությունը»։ Մոնթեն ուզեց բացատրել, ուզեց ասել, որ նա ոչինչ չգիտեր այդ գործարքի մասին, երբ այն կնքվում էր, որ նա ինքն էլ զոհ է այդ խաղի։ Բայց այդ մարդը չսպասեց բացատրությանը։ Նա պարզապես շրջվեց եւ հեռացավ, թողնելով Մոնթեին միայնակ փողոցում։ Այդ պահին Մոնթեն հասկացավ, որ նա կորցրել է ոչ միայն ենթակառուցվածքը, ոչ միայն գործիքները, այլև ամենակարևորը՝ վստահությունը։
Նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել էին նրա կողքին, այժմ տեսնում էին նրան որպես խորհրդանիշ այն գործարքի, որը դավաճանել էր նրանց բոլորին։ Մոնթե Մելքոնյանի ընտանիքը երբեք չխոսեց հրապարակայնորեն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 1987 թվականի նոյեմբերին։ Նրանք պահպանեցին լռություն։ Այն տեսակի լռություն, որը ավելի բարձրաձայն է, քան ցանկացած խոսք։ Բայց նրանք, ովքեր ծանոթ էին ընտանիքին, գիտեին, որ այդ լռության հետևում թաքնված է ցավ, որը երբեք չի բուժվի։ Մոնթեի մայրը, Զաբելը, երբ իմացավ, որ իր որդին ազատ է արձակվել, առաջին անգամ չզգաց ուրախություն։ Նա զգաց վախ այն բանից, թե ինչ գնով եկավ այդ ազատությունը։ Նա գիտեր իր որդուն բավականաչափ լավ, որպեսզի հասկանար, որ նա երբեք չէր համաձայնվի գործարքի, որը կնշանակեր հրաժարում իր սկզբունքներից։ Բայց նա նաև գիտեր, որ երբեմն ընտրություն չի լինում, երբեմն որոշումները կայացվում են ուրիշների կողմից, եւ մարդը պարզապես ստիպված է ապրել այդ որոշումների հետևանքներով։ Երբ Մոնթեն վերադարձավ տուն, ոչ թե Փարիզ, այլ Կալիֆոռնիա, որտեղ ապրում էր նրա ընտանիքը, նա գտավ տուն, որը փոխվել էր։ Նրա ծնողները ավելի ծեր էին դարձել, նրա քույրերը ավելի հեռու, նրա եղբայրը ավելի լուռ։ Նրանք բոլորը գիտեին, որ ինչ-որ բան կոտրվել է, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին։ Նրանք նստում էին ընթրիքի սեղանի շուրջ եւ խոսում էին սովորական բաների մասին, եղանակի, աշխատանքի, հարևանների մասին, բայց բոլորը զգում էին, որ այդ սովորական խոսակցությունների տակ թաքնված է ինչ-որ բան, որը երբեք չի ասվի բարձրաձայն։ Մոնթեն փորձում էր վարվել այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է, կարծես նա պարզապես վերադարձել է երկար ճանապարհորդությունից, բայց նրա աչքերում կարդացվում էր այն, ինչ նա չէր ասում, որ նա այլևս նույն մարդը չէ, որ նա կրում է բեռ, որը երբեք չի կարող կիսել ուրիշների հետ։ Մի երեկո Զաբելը նստեց իր որդու կողքին եւ հարցրեց այն հարցը, որը երկար ժամանակ չէր համարձակվել հարցնել. արդյոք արժե՞ր այս ամենը։ Մոնթեն նայեց իր մորը եւ առաջին անգամ թույլ տվեց, որ նրա աչքերում երևա այն ցավը, որը նա թաքցնում էր բոլորից։ Նա ասաց, որ չգիտի պատասխանը, որ երբեմն մարդը պարզապես անում է այն, ինչ պետք է անի, առանց մտածելու, արդյոք դա արժեր։ Նա ասաց, որ պայքարը դեռ չի ավարտվել, որ կան այլ տեղեր, որտեղ հայ ժողովուրդը պայքարում է իր գոյության համար, եւ որ նա պետք է լինի այնտեղ։ Զաբելը հասկացավ, որ իր որդին խոսում է Արցախի մասին, այն տեղի մասին, որտեղ հայերը սկսում էին իրենց սեփական պատերազմը։ Նա ուզեց ասել, որ բավական է, որ նա արդեն բավականաչափ զոհաբերել է, որ ժամանակն է մտածել իր սեփական ապագայի մասին։ Բայց նա գիտեր, որ այդ խոսքերը չեն փոխի ոչինչ։ Նա գիտեր, որ իր որդին արդեն կայացրել է իր որոշումը եւ որ ոչինչ չի կարող նրան կանգնեցնել։ Ընտանիքի այդ վերջին ամիսները միասին եղան միաժամանակ ամենաերջանիկ եւ ամենածանր։ Նրանք փորձում էին վայելել ամեն մի պահը, բայց բոլորը գիտեին, որ սա ժամանակավոր է, որ Մոնթեն շուտով կհեռանա։ Նրա հայրը Ջոնը, որը երբեք չէր խոսել քաղաքականության մասին, մի օր վերցրեց իր որդուն եւ տարավ լեռները, այնտեղ, որտեղ նրանք երբեմն գնում էին, երբ Մոնթեն դեռ երեխա էր։ Նրանք նստեցին ժայռի վրա եւ նայեցին հովիտին, լռությամբ, որը ավելի իմաստալից էր, քան ցանկացած խոսակցություն։ Ջոնը վերջապես ասաց, որ նա հասկանում է, թե ինչու է Մոնթեն անում այն, ինչ անում է, բայց որ նա վախենում է։ Վախենում է, որ մի օր կստանա լուր, որը կփոխի ամեն ինչ։ Մոնթեն չկարողացավ խոստանալ, որ այդ օրը երբեք չի գա։ Նա միայն կարողացավ ասել, որ կան բաներ, որոնք ավելիցի կարևոր են, քան անհատական անվտանգությունը, եւ որ հայ ժողովուրդը պետք է իմանա, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են զոհաբերել ամեն ինչ նրա ապագայի համար։ Ջոնը հասկացավ, որ սա հրաժեշտ է, եւ որ նրա որդին արդեն ապրում է այլ աշխարհում, որտեղ անձնական երջանկությունը երկրորդական է։ Արդյոք Մոնթե Մելքոնյանի ընտանիքը երբևէ իմացավ գործարքի ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք նրանք երբևէ հասկացան, թե ինչ գնով եկավ նրա ազատությունը Փարիզից։ Թե նրանք պարզապես ընդունեցին այն, ինչ ասվեց նրանց, որ սա իրավական սխալ էր, որ ֆրանսիական իշխանությունները պարզապես չունեին բավարար ապացույցներ։ Այս հարցերի պատասխանները մնացին ընտանիքի ներսում, այն լռության մեջ, որը պահպանվեց տարիներ շարունակ, նույնիսկ Մոնթեի մահից հետո։ 1987 թվականի դեկտեմբերին, երբ Մոնթե Մելքոնյանը վերադարձավ Կալիֆոռնիա, նրա մայրը նկատեց մի բան, որը նրան սարսափեցրեց ավելի, քան ցանկացած բանտ կամ դատավարություն։ Իր որդին ծերացել էր։ Ոչ թե տարիքով, նա դեռ 31 տարեկան էր, այլ ներսից, այնպես ինչպես ծերանում են մարդիկ, ովքեր տեսել են չափից ավելի շատ, կրել են չափից ավելի ծանր։ Նրա աչքերը, որոնք երբեմն փայլում էին անսասան վճռականությամբ,
այժմ ունեին մի տարօրինակ դատարկություն։ Կարծես նա նայում էր ոչ թե դեպի քեզ, այլ քեզ միջով, դեպի ինչ-որ հեռավոր կետ, որտեղ ոչ ոք չէր կարող հետևել։ Նրա ձեռքերը դողում էին երբեմն թեթև, գրեթե անտեսանելի դողոց, բայց Զաբելը նկատում էր։ Նա նկատում էր նաև, որ Մոնթեն քնում էր քիչ, գիշերները նա քայլում էր տան մեջ, կանգնում էր պատուհանի մոտ և նայում էր մութ փողոցին, կարծես սպասում էր մեկին կամ մի բանի։ Երբ Զաբելը հարցնում էր, թե ինչ է պատահել, Մոնթեն պատասխանում էր, որ ամեն ինչ կարգին է, որ նա պարզապես հոգնած է։ Բայց մայրը գիտեր, որ սա ավելին էր, քան հոգնածություն։ Սա էր այն, ինչ տեղի է ունենում մարդու հետ, երբ նա հասկանում է, որ իր ամբողջ կյանքը դարձել է բանակցային քարտ ուրիշների խաղում։ Փարիզում Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության արխիվներում պահվում էր թղթապանակ կարմիր կնիքով, որի վրա գրված էր միայն մի բառ՝ Մելքոնյան։ Այդ թղթապանակում կային փաստաթղթեր, որոնք երբեք չէին ներկայացվել դատարանում, երբեք չէին հրապարակվել մամուլում, երբեք չէին քննարկվել նույնիսկ ֆրանսիական խորհրդարանում։ Այնտեղ էին բժշկական եզրակացությունները, այն եզրակացությունները, որոնք կազմվել էին Սանտեբանտում, երբ Մելքոնյանը սկսել էր ցույց տալ նյարդային համակարգի խանգարման նշաններ։ Այնտեղ էին հոգեբանական գնահատականները, որոնք նշում էին, որ երկարատև մեկուսացումը սկսել է ազդել նրա հոգեկան վիճակի վրա։ Այնտեղ էին նաև այն գաղտնի հուշագրերը, որոնք փոխանակվել էին ֆրանսիական և խորհրդային հատուկ ծառայությունների միջև, հուշագրեր, որոնք քննարկում էին ոչ թե Մելքոնյանի իրավական կարգավիճակը, այլ նրա օգտագործման արժեքը որպես խորհրդանիշ։ Մի հուշագրում, որը թվագրված էր 1987 թվականի հոկտեմբերի 15-ով, ֆրանսիացի պաշտոնյան գրել էր. «Սուբյեկտի ֆիզիկական և հոգեկան վիճակը դառնում է խնդրահարույց։ Երկարատև բանտարկությունը կարող է վնասել նրա խորհրդանշական արժեքը»։ Այս նախադասությունը ամեն ինչ էր ասում այն մասին, թե ինչպես էին տեսնում Մելքոնյանին նրանք, ովքեր որոշում էին նրա ճակատագիրը, ոչ թե որպես մարդ, այլ որպես ակտիվ, որի արժեքը նվազում էր ժամանակի ընթացքում։ Բայց ամենաանհանգստացնող փաստաթուղթը այդ թղթապանակում էր բժշկական զեկույցը, որը կազմվել էր Մելքոնյանի ազատ արձակումից 3 օր առաջ։ Այդ զեկույցում բանտի բժիշկը նշել էր, որ Մելքոնյանը ունի քրոնիկ անքնության խնդիր, որ նրա կշիռը նվազել է 12 կիլոգրամով 6 ամսում, որ նրա արյան ճնշումը անկայուն է և որ նա մերժել է ընդունել հոգեբանական օգնություն։ Զեկույցի վերջում բժիշկը գրել էր մի նախադասություն, որը երբեք չէր պետք տեսներ լույսը։ Սուբյեկտի վիճակը համատեղելի է երկարատև սթրեսի և հնարավոր ճնշման ենթարկման հետ։ Այս նախադասությունը ջնջվել էր, բայց ոչ ամբողջությամբ։ Այն դեռ կարդացվում էր. Եթե ուշադիր նայիր։ Ինչու էր այն ջնջվել։ Ով էր պահանջել, որ այդ տողը չհայտնվի պաշտոնական փաստաթղթերում։ Եվ ամենակարևորը, ինչպիսի ճնշման մասին էր խոսքը։ Արդյոք Մելքոնյանին ճնշում էին ֆրանսիական հարցաքննիչները, փորձելով ստիպել նրան համագործակցել, թե ճնշումը գալիս էր այլ կողմից, այն մարդկանցից, ովքեր բանակցում էին նրա ազատության համար և ովքեր ուզում էին, որ նա ընդունի իրենց պայմանները։ Երբ Մոնթե Մելքոնյանը դուրս եկավ բանտից, նա չխոսեց այդ ամիսների մասին։ Նա չպատմեց, թե ինչ տեղի ունեցավ այն խցում, որտեղ նա անցկացրեց 6 ամիս։ Նա չբացատրեց, թե ինչու էր նրա կշիռը նվազել, ինչու էր նա մերժել հոգեբանական օգնությունը, ինչու էր նա քնում միայն 2-3 ժամ գիշերը։ Բայց նրանք, ովքեր տեսան նրան անմիջապես ազատ արձակումից հետո, պատմում էին, որ նա նման էր մարդու, ով վերադարձել է երկար պատերազմից, ոչ թե ֆիզիկապես վիրավոր, այլ ներսից կոտրված։ Նրա եղբայրը Հրայրը ասում էր, որ Մոնթեն դարձել էր ավելի լուռ, ավելի փակ, ավելի հեռավոր։ Կարծես մի պատ էր կառուցվել նրա և մնացած աշխարհի միջև։ Պատ, որը նա չէր թույլ տալիս ոչ ոքի անցնել։ Արդյոք այդ պատը կառուցվել էր բանտում, թե այն կառուցվել էր ավելի վաղ, երբ Մելքոնյանը հասկացավ, որ նա այլևս ազատ մարդ չէ, որ նրա ճակատագիրը որոշվում է ուրիշների կողմից, և որ նա դարձել է գործիք ավելի մեծ խաղում։ 1988 թվականի հունվարին, երբ Մոնթե Մելքոնյանը դեռ փորձում էր հարմարվել իր նոր կյանքին Կալիֆոռնիայում, Փարիզում տեղի ունեցավ իրադարձություն, որը ցույց տվեց գործարքի իրական բնույթը։ Հայ ռադիկալ խմբավորումներից մեկի անդամը, երիտասարդ, որը մասնակցել էր մի քանի գործողությունների Եվրոպայում, ձերբակալվեց Փարիզի մետրոյում։ Նրա մոտ գտան կեղծ անձնագրեր և փոքր քանակությամբ ռոբանյութ։ Սովորական իրավիճակում նա պետք է դատվեր և ստանար երկար ժամկետ բանտարկություն, բայց փոխարենը նա ազատ արձակվեց 24 ժամվա ընթացքում, առանց որևէ բացատրության։
Ֆրանսիական մամուլը նույնիսկ չգրեց այդ ձերբակալության մասին, կարծես այն երբեք չէր տեղի ունեցել։ Բայց հայ համայնքում այս իրադարձությունը ստեղծեց ցնցում։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Մելքոնյանի ազատ արձակումը չէր եղել մեկուսացված դեպք։ Այն եղել էր մաս ավելի լայն համաձայնությունից, որը փոխել էր ամբողջ խաղի կանոնները։ Այդ համաձայնությունը ներառում էր ոչ միայն Մելքոնյանի ազատ արձակումը, այլև ֆրանսիական իշխանությունների պարտավորությունը չհետապնդել հայ ռադիկալ խմբավորումների անդամներին, եթե նրանք դադարեցնում էին իրենց գործողությունները Ֆրանսիայի տարածքում։ Սա էր գործարքի երկրորդ մասը, այն մասը, որի մասին Մելքոնյանը չգիտեր, երբ նա նստած էր բանտում։ Նա չգիտեր, որ իր անունը օգտագործվել է ոչ միայն իր սեփական ազատության համար, այլև ամբողջ ցանցի անձեռմխելիության երաշխիքի համար։ Երբ նա իմացավ այդ մասին, ամիսներ անց, երբ մարդիկ սկսեցին խոսել բարձրաձայն, նա զգաց, որ դավաճանվել է երկրորդ անգամ։ Առաջին անգամ, երբ նրա ազատությունը դարձավ բանակցային քարտ։ Երկրորդ անգամ, երբ նա իմացավ, որ այդ քարտը օգտագործվել էր ոչ միայն նրա, այլև ուրիշների համար, առանց նրա գիտության եւ համաձայնության։ Բայց ամենավատը դեռ պետք է պարզվեր։ 1988 թվականի գարնանը Մելքոնյանը ստացավ նամակ, անանուն նամակ, որը ուղարկված էր Փարիզից։ Այդ նամակում գրված էր միայն մի քանի տող. «Դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Քո ազատությունը գնվեց ոչ միայն խոստումներով, այլև անուններով։ Նրանք տվեցին անուններ մարդկանց, ովքեր դեռ պայքարում էին։ Քանի հոգի դավաճանվեց քո ազատության համար»։ Մելքոնյանը կարդաց այդ նամակը եւ զգաց, որ հողը գնում է ոտքերի տակից։ Արդյոք սա ճշմարտություն էր։ Արդյոք գործարքը ներառել էր ոչ միայն ապագա գործողությունների դադարեցումը, այլև անցյալի մասին տեղեկությունների տրամադրումը։ Արդյոք հայ ռադիկալ խմբավորումների ղեկավարները, որոնք բանակցել էին նրա ազատության համար, իսկապես մատնել էին իրենց սեփական մարդկանց, փրկելու համար մեկին, ով դարձել էր խորհրդանիշ։ Մելքոնյանը երբեք չիմացավ, թե արդյոք այդ նամակը ճշմարտություն էր պարունակում։ Նա փորձեց ստուգել, կապվեց մարդկանց հետ, ովքեր կարող էին իմանալ, հարցրեց նրանց, ովքեր մասնակցել էին բանակցություններին։ Բայց բոլորը ժխտեցին։ Բոլորը ասացին, որ գործարքը ներառել է միայն ապագայի մասին պարտավորություններ, ոչ թե անցյալի մասին բացահայտումներ։ Բայց Մելքոնյանը չէր կարող հանգստանալ։ Նա չէր կարող մոռանալ այդ նամակի խոսքերը. «Քանի հոգի դավաճանվեց քո ազատության համար»։ Այդ հարցը հետապնդում էր նրան գիշեր ու ցերեկ։ Նա սկսեց հետաքննել, ուսումնասիրել ֆրանսիական մամուլի հրապարակումները, փնտրել տեղեկություններ ձերբակալությունների մասին, որոնք տեղի էին ունեցել նրա ազատ արձակումից հետո։ Եվ նա գտավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց ավելի, քան ցանկացած բան, որ նա տեսել էր մինչ այդ։ 1988 թվականի ապրիլին, 5 ամիս Մելքոնյանի ազատ արձակումից հետո, Գերմանիայում ձերբակալվեցին 3 հայ ռադիկալ, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թաքնվել էին եվրոպական ոստիկանությունից։ Նրանց ձերբակալումը եղավ այնքան ճշգրիտ, այնքան արագ, այնքան արդյունավետ, որ հնարավոր էր միայն մեկ բացատրություն։ Ոստիկանությունը ունեցել էր ճշգրիտ տեղեկություններ նրանց գտնվելու վայրի, նրանց կեղծ անձնագրերի, նրանց կապերի մասին։ Ո՞վ էր տրամադրել այդ տեղեկությունները։ Մելքոնյանը փորձեց պարզել, բայց բախվեց լռության պատին։ Ոչ ոք չէր ուզում խոսել։ Ոչ ոք չէր ուզում ընդունել, որ գործարքը, որը ազատել էր Մելքոնյանին, միաժամանակ դատապարտել էր ուրիշներին։ Բայց Մելքոնյանը գիտեր։ Նա զգում էր իր ոսկորներում, որ այդ ձերբակալությունները չէին պատահականություն։ Նրանք էին այն գինը, որը վճարվել էր նրա ազատության համար, գին, որը նա երբեք չէր ուզել, որ վճարվեր։ Ո՞վ էր իրականում շահել Մոնթե Մելքոնյանի ազատ արձակումից։ Ո՞վ էր այն մարդը կամ այն ուժը, որը ստացավ ամենաշատը այդ գործարքից։ Սա էր այն հարցը, որը Մելքոնյանը սկսեց տալ իրեն ինքը, ամիսներ անց, երբ նա սկսեց տեսնել գործարքի իրական հետևանքները։ Եվ որքան ավելի նա մտածում էր, այնքան ավելի պարզ էր դառնում պատասխանը։ Շահողը չէր Մելքոնյանը ինքը։ Նա կորցրել էր ավելին, քան ստացել։ Շահողը չէր հայ ռադիկալ շարժումը։ Այն քայքայվել էր ներսից, կորցրել էր իր ամենաարդյունավետ գործիքները, դարձել էր ֆրանսիական հատուկ ծառայությունների վերահսկման տակ։ Շահողը չէր նույնիսկ Ֆրանսիան, թեև նրանք ստացել էին անվտանգություն իրենց տարածքում, նրանք նաև ստեղծել էին նախադեպ, որը ցույց էր տալիս, որ նրանք պատրաստ են բանակցել ռադիկալ խմբավորումների հետ։ Իսկական շահողը եղավ մեկ այլ ուժ, որը մնաց ստվերում, բայց որի շահելը ծառայեցին ամենալավ։ Այդ ուժը եղավ Խորհրդային Միությունը, կամ ավելի ճշգրիտ, Խորհրդային Միության հատուկ ծառայությունները,
որոնք խաղացին միջնորդի դերը բանակցություններում։ Նրանց համար Մելքոնյանի գործարքը եղավ կատարյալ առիթ, ցույց տալու արևմուտքին, որ Մոսկվան կարող է վերահսկել իր ազդեցության ոլորտում գտնվող ռադիկալ խմբավորումները։ Սա էր կարևոր 1980-ական թվականների վերջին, երբ Գորբաչովը փորձում էր բարելավել հարաբերությունները արևմուտքի հետ, եւ երբ ցանկացած ժեստ, որը ցույց էր տալիս խորհրդային պատասխանատվությունը, արժեքավոր էր։ Բայց խորհրդային միությունը ստացավ նաև ավելին, այն ստացավ վերահսկողություն հայ ռադիկալ շարժման վրա։ Երբ հայ խմբավորումները համաձայնվեցին դադարեցնել իրենց գործողությունները Եվրոպայում, նրանք դարձան կախված խորհրդային աջակցությունից իրենց գործունեության համար մերձավոր արևելքում։ Սա նշանակում էր, որ Մոսկվան այժմ կարող էր որոշել, թե երբ եւ որտեղ կարող են գործել հայ ռադիկալները, վերացելով նրանց գործիքի իր սեփական աշխարհաքաղաքական խաղում։ Բայց կար նաև երկրորդ շահող, ավելի անսպասելի եւ ավելի ցինիկ։ Թուրքական հատուկ ծառայությունները, որոնք տարիներ շարունակ պայքարել էին հայ ռադիկալ խմբավորումների դեմ, հանկարծ գտան իրենց առաջնային թշնամին թուլացած եւ բաժանված։ Գործարքը, որը ազատել էր Մելքոնյանին, միաժամանակ ոչնչացրել էր հայ ռադիկալ շարժման ենթակառուցվածքը Եվրոպայում, այն ենթակառուցվածքը, որը տարիներ շարունակ օգտագործվել էր թուրք դիվանագետների եւ պաշտոնյաների դեմ գործողությունների համար։ Թուրքական հատուկ ծառայությունները չմասնակցեցին բանակցություններին ուղղակիորեն, բայց նրանք տեղեկացված էին այն մասին, ինչ տեղի էր ունենում, եւ նրանք լռությամբ աջակցեցին։ Նրանց համար Մելքոնյանի ազատ արձակումը փոքր գին էր վճարել այն բանի համար, որ ամբողջ հայ ռադիկալ շարժումը դուրս մղվեր Եվրոպայից։ Սա էր այն իրոնիան, որը Մելքոնյանը հասկացավ ամենավերջում, որ իր ազատությունը ծառայել էր նաև նրանց շահերին, ում դեմ նա պայքարել էր ամբողջ կյանքը։ Երրորդ շահողը եղավ ֆրանսիական քաղաքական էլիտան, հատկապես այն մարդիկը, ովքեր ունեին տնտեսական շահեր Թուրքիայում։ 1980-ական թվականների վերջին Ֆրանսիան ուներ զգալի ներդրումներ Թուրքիայում՝ շինարարություն, էներգետիկա, զենքի վաճառք։ Հայ ռադիկալ խմբավորումների գործողությունները Եվրոպայում վնասում էին այդ հարաբերություններին, ստեղծելով լարվածություն ֆրանսիա-թուրքական հարաբերություններում։ Երբ գործարքը դադարեցրեց այդ գործողությունները, ֆրանսիական ընկերությունները կարողացան շարունակել իրենց բիզնեսը առանց քաղաքական խոչընդոտների։ Մի ֆրանսիացի բիզնեսմեն, որը ուներ մեծ շինարարական պայմանագրեր Անկարայում, հետագայում ասաց մի փակ հանդիպման ժամանակ, Մելքոնյանի ազատ արձակումը եղավ լավագույն ներդրումը, որ մենք երբևէ կատարել ենք։ Այս նախադասությունը ամեն ինչ էր ասում այն մասին, թե ինչպես էին տեսնում Մելքոնյանի ճակատագիրը նրանք, ում համար քաղաքականությունը միայն բիզնեսի շարունակությունն էր այլ միջոցներով։ Բայց ամենամեծ շահողը եղավ մի մարդ, որի անունը երբեք չհայտնվեց պաշտոնական փաստաթղթերում, բայց որի դերը եղավ վճռորոշ։ Այդ մարդը եղավ խորհրդային դիվանագետ, բարձրաստիճան պաշտոնյա, որը մասնագիտացած էր Մերձավոր Արևելքի հարցերում եւ որը ուներ անձնական կապեր եւ հայ ռադիկալ խմբավորումների եւ ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ։ Նրա անունը եղավ Վլադիմիր Կուզնեցով։ Մարդ տարիներ շարունակ աշխատել էր Մոսկվայի դեսպանատանը Փարիզում եւ որը հայտնի էր որպես խնդիրների լուծող։ Կուզնեցովը եղավ այն մարդը, որը կազմակերպեց գաղտնի հանդիպումները, որը փոխանցեց հաղորդագրությունները, որը երաշխավորեց պարտավորությունների կատարումը։ Նրա համար Մելքոնյանի գործարքը եղավ կարիերայի գագաթնակետ, ապացույց այն բանի, որ նա կարող է լուծել անլուծելի խնդիրները։ Գործարքի հաջողությունից հետո Կուզնեցովը ստացավ բարձրացում եւ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ նա դարձավ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան խորհրդական։ Նրա համար Մելքոնյանը եղավ միայն քայլ դեպի վեր, քայլ, որը կառուցված էր մի մարդու ճակատագրի վրա։ Երբ Մոնթե Մելքոնյանը վերջապես հասկացավ, թե ով էր իրականում շահել իր ազատ արձակումից, նա զգաց ամբողջական անկարողություն։ Նա հասկացավ, որ եղել է խաղաքար ավելի մեծ խաղում, որտեղ նրա կյանքը, նրա պայքարը, նրա սկզբունքները ոչինչ չէին նշանակում։ Նա հասկացավ, որ այն մարդիկը, ում համար նա պայքարել էր, այն մարդարտիկը, ում համար նա զոհաբերել էր ամեն ինչ, դարձել էին գործիքներ ուրիշների ձեռքում։ Եվ նա հասկացավ, որ միակ ճանապարհը դուրս այս իրավիճակից էր վերադառնալ պայքարի, այս անգամ այնտեղ, որտեղ չկային գաղտնի գործարքներ, որտեղ թշնամին հստակ էր, որտեղ պայքարը իրական էր։ Այդ տեղը եղավ Արցախը, այն տեղը, որտեղ Մոնթե Մելքոնյանը գտավ իր վերջին պայքարը եւ որտեղ նա վճարեց վերջնական գինը այն ազատության համար, որը նա երբեք իսկապես չունեցավ։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը երբևէ ներեց նրանց, ովքեր օգտագործեցին նրան որպես բանակցային քարտ։ Արդյոք նա երբևէ ներեց իրեն ինքը այն բանի համար, որ թույլ տվեց, որ դա տեղի ունենա։ Թե նա պարզապես ընդունեց, որ սա էր այն աշխարհը, որտեղ նա ապրում էր,
Աշխարհ, որտեղ մարդիկ դառնում են խաղաքարեր եւ որտեղ միակ ճանապարհը պահպանել արժանապատվություն է պայքարել մինչև վերջ, անկախ քնից։ 1991 թվականի հունիսի 25-րդ օրը սկսվեց որպես սովորական առավոտ Մարտունու մերձակայքում։ Մոնթե Մելքոնյանը արթնացավ 6 ժամին, ինչպես միշտ, լվացվեց սառը ջրով, հագավ իր համազգեստը, ստուգեց իր զենքը։ Նա չգիտեր, որ սա կլինի նրա վերջին առավոտը։ Նա չգիտեր, որ 5 ժամ անց նրա կյանքը կավարտվի այն տեղում, որտեղ նա վերջապես գտել էր իր իսկական պայքարը։ Բայց եթե նա գիտեր, արդյոք նա փոխեր ինչ-որ բան այդ վերջին ժամերում։ Արդյոք նա կգրեր նամակ իր ընտանիքին, կխոսեր իր ընկերների հետ, կասեր այն խոսքերը, որոնք երբեք չասաց։ Թե նա կաներ ճիշտ այն, ինչ արեց։ Կապրեր այդ վերջին ժամերը այնպես, ինչպես ապրել էր բոլոր մյուս ժամերը, առանց վախի, առանց ափսոսանքի, առանց նայելու հետ։ Այդ առավոտ Մելքոնյանը նախաճաշեց իր ընկերների հետ, պարզ ճաշ, հաց եւ պանիր, թեյ առանց շաքարի։ Նրանք խոսեցին այն մասին, ինչ պետք է անեին այդ օրը, ստուգել դդիրքերը, վերանորոգել մի քանի ամրակայված կետեր, հանդիպել տեղական հրամանատարների հետ։ Սովորական պլան, սովորական օրվա համար։ Բայց մի բան տարբեր էր այդ առավոտ։ Մելքոնյանը ավելի լուռ էր, քան սովորաբար։ Նա նստած էր եւ նայում էր լեռներին, այն լեռներին, որոնք դարձել էին նրա վերջին տուն։ Մի ընկերը հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Մելքոնյանը ժպտաց, այն տեսակի ժպիտով, որը չէր հասնում աչքերին, եւ ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ նա պարզապես մտածում է։ Ինչի մասին էր նա մտածում այդ վերջին ժամերում։ Արդյոք նա մտածում էր Փարիզի մասին, այն գործարքի մասին, որը ազատել էր նրան, բայց միաժամանակ դատապարտել։ Թե նա մտածում էր իր ընտանիքի մասին, իր մոր մասին, որը երբեք չէր ուզել, որ նա գա այստեղ։ Թե նա մտածում էր այն մարդկանց մասին, ովքեր դավաճանվել էին նրա անվան տակ։ Ժամը 12-ին Մելքոնյանը եւ նրա խումբը մեկնեցին դեպի առաջնագիծ։ Նրանք երթևեկում էին 2 մեքենայով, անցնելով նեղ ճանապարհներով, որոնք պտտվում էին լեռների միջով։ Մելքոնյանը նստած էր առաջին մեքենայում, առջևի նստատեղում, նայելով ճանապարհին։ Նա խոսում էր վարորդի հետ, խոսում էր այն մասին, թե ինչպես է փոխվել Արցախը վերջին տարիներին, թե ինչպես են մարդիկ սովորել ապրել պատերազմի մեջ, թե ինչպես են երեխաները շարունակում գնալ դպրոց, նույնիսկ այն ժամանակ, երբ հրետանին կրակում է։ Նա խոսում էր այնպես, կարծես տեսնում էր ապագա, որտեղ այս պատերազմը կավարտվեր եւ մարդիկ կկարողանային ապրել խաղաղ կյանք։ Բայց արդյոք նա իսկապես հավատում էր այդ ապագային։ Թե նա պարզապես փորձում էր տալ հույս նրանց, ովքեր պայքարում էին նրա կողքին։ Ժամը 1-ին նրանք հասան դիրքերին։ Մելքոնյանը իջավ մեքենայից եւ սկսեց զննել տարածքը։ Նա խոսեց զինվորների հետ, ստուգեց նրանց զենքը, հարցրեց նրանց կարիքների մասին։ Նա անում էր այն, ինչ միշտ անում էր, հոգում էր իր մարդկանց մասին, համոզվում էր, որ նրանք ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Բայց այդ օրը նա անում էր դա ավելի ուշադիր, ավելի մանրամասն։ Կարծես փորձում էր հիշել ամեն մի դեմք, ամեն մի անուն, ամեն մի պատմություն։ Մի երիտասարդ զինվոր, 19 տարեկան տղա, որը նոր էր եկել առաջնագից, մոտեցավ Մելքոնյանին եւ հարցրեց խորհուրդ։ Մելքոնյանը դրեց ձեռքը տղայի ուսին եւ ասաց. «Միշտ հիշիր, թե ինչի համար ես պայքարում։ Ոչ թե ատելության համար, այլ սիրո համար։ Սիրո այն երկրի հանդեպ, որտեղ ծնվել ես, սիրո այն մարդկանց հանդեպ, ում հետ ապրում ես»։ Այդ խոսքերը եղան Մելքոնյանի վերջին խրատը, խրատ, որը այդ տղան կհիշեր ամբողջ կյանքը։ Ժամը 2-ին Մելքոնյանը որոշեց գնալ ավելի առաջ, ստուգելու դիրքերը, որոնք գտնվում էին ավելի մոտ հակառակորդի գծերին։ Նրա ընկերները խնդրեցին, որ նա չգնա, որ դա վտանգավոր է, որ այդ օրը ադրբեջանական կողմը ակտիվ էր, բայց Մելքոնյանը պնդեց։ Նա ասաց, որ պետք է տեսնել ամեն ինչ իր աչքերով, որ պետք է հասկանալ իրավիճակը։ Նա վերցրեց իր զենքը եւ սկսեց քայլել դեպի առաջ, 2 ընկերների հետ, ովքեր հետևում էին նրան։ Նրանք քայլում էին նեղ արահետով, որը անցնում էր բարձրության վրայով։ Մելքոնյանը քայլում էր առաջ, նայելով հորիզոնին, որտեղ երկինքը հանդիպում էր լեռներին։ Արդյոք նա գիտեր, որ սա նրա վերջին քայլերն են։ Արդյոք նա զգում էր, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ։ Թե նա պարզապես ապրում էր այդ պահը, այնպես, ինչպես ապրել էր բոլոր մյուս պահերը, առանց վախի, առանց կասկածի։ Ժամը 2:05-ին հնչեց կրակոցը։ Մի կրակոց, միայն մեկ, բայց բավականաչափ։ Մելքոնյանը ընկավ։ Նրա ընկերները վազեցին դեպի նրան, փորձեցին օգնել, բայց արդեն ուշ էր։ Գնդակը խփել էր նրա գլխին ակնթարթորեն։ Նա չտարապեց, նա չզգացցավ։ Նա պարզապես անցավ այս կյանքից հանգիստ,
այնպես, ինչպես միշտ ուզել էր անցնել, եթե դա պետք է տեղի ունենար։ Նրա վերջին տեսարանը եղավ Արցախի լեռները, այն լեռները, որոնց համար նա պայքարել էր, այն լեռները, որոնք դարձել էին նրա վերջին տուն։ Եվ այդ պահին, այդ վերջին ակնթարթում, Մոնթե Մելքոնյանը վերջապես ազատ էր։ Ազատ բոլոր գործարքներից, բոլոր դավաճանություններից, բոլոր այն բեռներից, որոնք նա կրել էր տարիներ շարունակ։ 20 տարի անց 1991 թվականի հունիսի 25-ից հետո մի մարդ համաձայնվեց խոսել առաջին անգամ։ Այդ մարդը եղավ Հրայր Մելքոնյանը, Մոնթեի եղբայրը։ Մարդը, որը ավելի լավ, քան ցանկացած ուրիշ մարդ, գիտեր ճշմարտությունը այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ 1987 թվականի նոյեմբերին Փարիզում։ 20 տարի նա պահպանել էր լռություն, պահպանել էր այն խոստումը, որը տվել էր իր եղբորը։ Բայց այժմ, երբ բոլոր մասնակիցները մահացել էին կամ անհետացել, երբ գաղտնի փաստաթղթերը սկսել էին հայտնվել արխիվներից, նա որոշեց, որ ժամանակն է պատմել ճշմարտությունը։ Ոչ թե ամբողջ ճշմարտությունը, որովհետև կային բաներ, որոնք երբեք չպետք է ասվեին, այլ բավականաչափ, որպեսզի մարդիկ հասկանային, թե ինչ գնով եկավ այն ազատությունը, որը նրանք համարում էին հաղթանակ։ Հրայրը նստեց փոքրիկ սենյակում Երևանում, այն քաղաքում, որտեղ նրա եղբայրը երբեք չապրեց, բայց որը դարձել էր նրա հիշատակի տաճար։ Նա սկսեց պատմել դանդաղ, ընտրելով ամեն մի բառ ուշադիր։ Կարծես քայլում էր ականների դաշտով։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն զանգահարել նրան Փարիզից անմիջապես ազատ արձակումից հետո, եւ թե ինչպես էր նրա ձայնը հնչում ոչ թե ուրախ, այլ հոգնած, անսահման հոգնած։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն ասել, որ ինչ-որ բան սխալ է, որ ինչ-որ բան տեչոր բան տեղի է ունեցել, որի մասին նա չգիտեր, բայց որի հետևանքները նա արդեն զգում էր։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն փորձել պարզել, թե ինչ գնով եկավ նրա ազատությունը, եւ թե ինչպես էր նա բախվել լռության պատին, որը կառուցված էր գաղտնի պայմանագրերով եւ գաղտնի համաձայնություններով։ Հրայրը պատմեց նաեւ այն մասին, որի մասին Մոնթեն երբեք չխոսեց հրապարակայնորեն, այն մասին, թե ինչպես էր նա զգում իրեն դավաճանված։ Ոչ թե դավաճանված ֆրանսիական իշխանությունների կողմից, նրանցից նա երբեք ոչինչ չէր սպասում, այլ դավաճանված իր սեփական մարդկանց կողմից, նրանց, ում հետ նա պայքարել էր, նրանց, ում համար նա զոհաբերել էր ամեն ինչ։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն իմացել, որ գործարքը ներառել էր ոչ միայն նրա ազատ արձակումը, այլև ամբողջ հայ ռադիկալ շարժման վերակառուցումը։ Վերակառուցում, որը նշանակում էր հրաժարում այն մեթոդներից, որոնք տարիներ շարունակ եղել էին նրանց միակ զենքը։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն հասկացել, որ նա դարձել է խորհրդանիշ այն գործարքի, որը դավաճանել էր ամեն ինչ, ինչի համար նրանք պայքարել էին։ Բայց Հրայրը պատմեց նաև մի բան, որը շատերը չգիտեին, այն մասին, թե ինչպես էր Մոնթեն գտել իր ճանապարհը դուրս այդ մթության միջից։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն որոշել, որ եթե նա չի կարող փոխել անցյալը, նա կարող է փոխել ապագան։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն սկսել պլանավորել իր վերադարձը Հայաստան, ոչ թե որպես ռադիկալ, այլ որպես զինվոր, որպես մարդ, որը կպայքարի իր ժողովրդի համար ոչ թե ստվերներում, այլ բաց դաշտում։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես էր Մոնթեն ասում, որ Արցախը նրա վերջին հնարավորությունն է, վերջին հնարավորությունը ապացուցելու, որ նա դեռ հավատարիմ է իր սկզբունքներին, որ նա դեռ պատրաստ է զոհաբերել ամեն ինչ այն բանի համար, ինչը նա համարում է ճիշտ։ Հրայրի պատմությունը տևեց 3 ժամ։ 3 ժամ, որի ընթացքում նա բացեց դռներ, որոնք փակ էին եղել 20 տարի։ 3 ժամ, որի ընթացքում նա պատմեց այն ճշմարտությունը, որը շատերը չէին ուզում լսել։ Ճշմարտությունը այն մասին, որ հերոսները երբեմն դառնում են զոհեր, որ պայքարը երբեմն դառնում է գործարք, որ ազատությունը երբեմն գնվում է գնով, որը չափազանց բարձր է։ Բայց նա պատմեց նաև մի բան այլ, այն մասին, որ Մոնթե Մելքոնյանը, չնայած ամեն ինչին, չնայած բոլոր դավաճանություններին, չնայած բոլոր գործարքներին, մնաց հավատարիմ իր սեփական ճանապարհին։ Նա ընտրեց վերադառնալ պայքարի, ոչ թե որովհետև նա չուներ այլ ընտրություն, այլ որովհետև նա հավատում էր, որ կան բաներ, որոնք արժե պայքարել, նույնիսկ եթե այդ պայքարը նշանակում է վերջնական զոհաբերություն։ Կար մի խումբ մարդիկ, որոնց մասին ոչ ոք երբեք չխոսեց բարձրաձայն։ Մարդիկ, ովքեր գիտեին ամեն ինչ այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ 1987 թվականի նոյեմբերին։ Այդ մարդիկը չէին ֆրանսիական հատուկ ծառայությունների պաշտոնյաները, չէին խորհրդային դիվանագետները, չէին նույնիսկ հայ ռադիկալ խմբավորումների ղեկավարները։
Այդ մարդիկը եղան այն 6 մարդիկ, ովքեր նստեցին փակ սենյակում Փարիզի արվարձաններից մեկում եւ որոշեցին Մոնթե Մելքոնյանի ճակատագիրը։ 6 մարդ, 2-ը ֆրանսիացի, 2-ը խորհրդային, 2-ը հայ։ 6 մարդ, ովքեր երբեք չհայտնվեցին պաշտոնական փաստաթղթերում, ովքեր երբեք չտվեցին հարցազրույցներ, ովքեր երբեք չխոսեցին այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այդ սենյակում, բայց նրանք գիտեին։ Նրանք գիտեին ամեն մի մանրամասն այն գործարքի, որը փոխեց Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ փոխեց ամբողջ հայ ռադիկալ շարժման ուղղությունը։ Այդ 6 մարդկանցից 3-ը մահացան մինչև 1990-ական թվականների վերջը։ Մեկը ֆրանսիացի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյա, մահացավ սրտի կաթվածից 1992 թվականին։ Մեկը խորհրդային դիվանագետ, անհետացավ 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջումից հետո եւ երբեք չգտնվեց։ Մեկը հայ ռադիկալ խմբավորման ղեկավար, սպանվեց 1994 թվականին Բեյրութում անհայտ մարդկանց կողմից։ Մնացած 3-ը շարունակեցին ապրել, բայց նրանք երբեք չխոսեցին։ Նրանք պահպանեցին լռություն մինչև իրենց վերջին օրերը, տանելով իրենց հետ այն գաղտնիքները, որոնք կարող էին փոխել պատմության հասկացողությունը։ Բայց մի մարդ, միայն մեկը այդ 6-ից որոշեց խոսել։ Ոչ թե հրապարակայնորեն, ոչ թե լրագրողների առջև, այլ գաղտնի, գրելով իր հուշերը, որոնք պետք է հրապարակվեին միայն նրա մահից հետո։ Այդ մարդը եղավ Ժակ Դելորմը, ֆրանսիացի հատուկ ծառայությունների պաշտոնյա, որը մասնակցել էր բանակցություններին եւ որը տարիներ շարունակ տանջվել էր այն բանից, թե ինչ նրանք արել էին։ Նրա հուշերը, որոնք հայտնվեցին 1999 թվականին, նրա մահից 2 տարի հետո, պարունակակում էին մանրամասն նկարագրություն այն բանի, թե ինչպես էր կազմակերպել գործարքը, ովքեր էին իրական որոշումներ կայացնողները եւ ինչ գնով եկավ Մելքոնյանի ազատությունը։ Դելորմը գրել էր. «Մենք նստեցինք այդ սենյակում եւ խոսեցինք մարդու կյանքի մասին այնպես, կարծես խոսում էինք ապրանքի մասին։ Մենք քննարկեցինք նրա արժեքը, նրա օգտագործման հնարավորությունները, նրա խորհրդանշական նշանակությունը։ Մենք երբեք չխոսեցինք նրա մասին որպես մարդու, որը ունի իր սեփական երազանքները, իր սեփական վախերը, իր սեփական հույսերը։ Մենք տեսնում էինք նրան միայն որպես գործիք, որը կարող էր օգտագործվել ավելի մեծ նպատակների համար։ Եվ երբ մենք որոշեցինք նրա ճակատագիրը, մենք չմտածեցինք այն մասին, թե ինչ կզգա նա, երբ իմանա ճշմարտությունը։ Մենք մտածեցինք միայն այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել նրան մեր սեփական նպատակների համար»։ Դելորմի հուշերը բացահայտեցին նաև մի բան, որը շատերը կասկածում էին, բայց երբեք չէին կարողացել ապացուցել, որ գործարքը ներառել էր ոչ միայն Մելքոնյանի ազատ արձակումը, այլև տեղեկությունների փոխանակում։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները ստացել էին անուններ այն մարդկանց, ովքեր դեռ ակտիվ էին հայ ռադիկալ շարժման մեջ, անուններ այն մարդկանց, ովքեր օգնում էին ֆինանսավորել գործողությունները, անուններ այն մարդկանց, ովքեր տրամադրում էին զենք եւ ռոբանյութ։ Փոխարենը հայ ռադիկալ խմբավորումները ստացել էին երաշխիք, որ այդ մարդիկը չեն ձերբակալվի, եթե նրանք դադարեցնեն իրենց գործողությունները։ Սա էր իրական գործարքը։ Ոչ թե Մելքոնյանի ազատությունը փոխարենը խաղաղության, այլ Մելքոնյանի ազատությունը փոխարենը տեղեկությունների, որոնք թույլ կտային ֆրանսիական իշխանություններին վերահսկել ամբողջ ցանցը։ Դելորմը գրել էր նաև այն մասին, թե ինչպես էր նա զգացել, երբ իմացավ Մելքոնյանի մահվան մասին 1991 թվականին։ Նա գրել էր. «Երբ ես լսեցի, որ նա մահացել է Արցախում, ես զգացի ինչ-որ տարօրինակ թեթևություն, ոչ թե ուրախություն, այլ թեթևություն։ Թեթևություն այն բանից, որ նա վերջապես ազատ էր, ազատ այն գործարքից, որը մենք կնքեցինք նրա անունով, ազատ այն բեռից, որը մենք դրեցինք նրա ուսերին, ազատ այն դավաճանությունից, որը մենք կատարեցինք նրա հանդեպ։ Նա մահացավ պայքարելով այն բանի համար, ինչը նա համարում էր ճիշտ։ Եվ սա, գուցե, եղավ միակ իրական ազատությունը, որը նա երբևէ ունեցավ»։ Երբ Մոնթե Մելքոնյանի մարմինը բերեցին Երևան, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, տալու իրենց վերջին հարգանքը։ Նրանք չգիտեին ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ տեղի էր ունեցել Փարիզում 1987 թվականին։ Նրանք չգիտեին այն գործարքների մասին, որոնք կնքվել էին նրա անունով։ Նրանք չգիտեին այն դավաճանությունների մասին, որոնք նա կրել էր լռությամբ։ Նրանք տեսնում էին միայն հերոսի, մարդու, որը զոհաբերել էր ամեն ինչ իր ժողովրդի համար։ Եվ գուցե սա էր ճիշտ։ Գուցե պատմությունը պետք է հիշի հերոսներին, ոչ թե զոհերին։ Գուցե պատմությունը պետք է հիշի պայքարը, ոչ թե գործարքները։
Բայց նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, նրանք, ովքեր տեսել էին, թե ինչ իրականում տեղի ունեցավ, նրանք չէին կարող մոռանալ։ Հրայր Մելքոնյանը, որը կանգնած էր իր եղբոր դագաղի մոտ, հիշում էր այն վերջին զրույցը, որը նրանք ունեցել էին, զրույց, որի ընթացքում Մոնթեն ասել էր, որ նա գիտի, որ կարող է չվերադառնալ Արցախից, բայց որ սա միակ ճանապարհն է, որով նա կարող է ապրել իր հետ խաղաղության մեջ։ Զաբել Մելքոնյանը, որը կորցրել էր իր որդուն երկրորդ անգամ, առաջին անգամ, երբ նա գնաց Փարիզ, երկրորդ անգամ, երբ նա գնաց Արցախ, հիշում էր, թե ինչպես էր նա փորձել կանգնեցնել նրան, եւ թե ինչպես էր Մոնթեն ասել, որ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան անհատական անվտանգությունը։ Եվ այն մարդիկը, ովքեր պայքարել էին նրա կողքին Արցախում, հիշում էին, թե ինչպես էր նա խոսում իրենց հետ, թե ինչպես էր նա հոգում նրանց մասին, թե ինչպես էր նա ապրում ոչ թե որպես հրամանատար, այլ որպես ընկեր։ Տարիներ անց, երբ արխիվները սկսեցին բացվել, երբ գաղտնի փաստաթղթերը սկսեցին հայտնվել, երբ մարդիկ սկսեցին խոսել այն մասին, ինչ իրականում տեղի էր ունեցել, Մոնթե Մելքոնյանի պատմությունը դարձավ ավելի բարդ։ Նա այլևս չէր միայն հերոսը, որը զոհաբերել էր իր կյանքը իր ժողովրդի համար։ Նա դարձավ նաև խորհրդանիշ այն բանի, թե ինչպես են մարդիկ դառնում գործիքներ ավելի մեծ խաղերում։ Թե ինչպես է ազատությունը երբեմն գնվում գնով, որը չափազանց բարձր է, թե ինչպես են պայքարները երբեմն դառնում գործարքներ։ Բայց նա մնաց նաև այն մարդը, որը չնայած ամեն ինչին, ընտրեց վերադառնալ պայքարի, ոչ թե որովհետև նա չուներ այլ ընտրություն, այլ որովհետև նա հավատում էր, որ կան բաներ, որոնք արժե պայքարել։ Այսօր, երբ մենք նայում ենք հետայն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան 1987 թվականի նոյեմբերին Փարիզում, մենք տեսնում ենք ոչ թե պարզ պատմություն ազատության մասին, այլ բարդ պատմություն այն մասին, թե ինչպես են անհատական ճակատագրերը հյուսվում աշխարհաքաղաքական շահերի հետ։ Մենք տեսնում ենք պատմություն այն մասին, թե ինչպես են մարդիկ դառնում խաղաքարեր եւ թե ինչպես են նրանք փորձում գտնել իրենց սեփական ճանապարհը այդ խաղից դուրս։ Մենք տեսնում ենք պատմություն այն մասին, թե ինչ է իրական գինը ազատության։ Ոչ թե այն ազատության, որը գնվում է գործարքներով, այլ այն ազատության, որը վաստակվում է պայքարով եւ զոհաբերությամբ։ Բայց մի հարց մնում է, որին երբեք չի տրվել պատասխան։ Ո՞վ էր իրականում պատասխանատու Մոնթե Մելքոնյանի ճակատագրի համար։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները, որոնք օգտագործեցին նրան որպես բանակցային քարտ։ Խորհրդային դիվանագետները, որոնք տեսան նրա մեջ գործիք իրենց աշխարհաքաղաքական խաղերի համար։ Հայ ռադիկալ խմբավորումների ղեկավարները, որոնք համաձայնվեցին գործարքի, փրկելու համար մեկին, բայց միաժամանակ դավաճանելու ուրիշներին։ Թե Մելքոնյանը ինքը, որը ընտրեց վերադառնալ պայքարի, գիտենալով, որ սա կարող է նշանակել նրա վերջը։ Պատասխանը գուցե գտնվում է ոչ թե մեկ մարդու կամ մեկ կազմակերպության մեջ, այլ այն համակարգում, որը ստեղծում է իրավիճակներ, որտեղ մարդիկ ստիպված են ընտրել ոչ թե լավի եւ վատի միջև, այլ վատի եւ ավելի վատի միջև։ Եվ այդ համակարգը ցավոք դեռ գոյություն ունի։ Այսօր, վաղը, միշտ։